պատվարժանատան դատավարություն արգելի մասնակիցներ, Երևան քաղաքի առաջնացյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում քննության առումից քրեական գործ ըստ մեղադրանքի Ալբերտ Նիկոլայ Արստամյանի ծնված 1953 թվականին Արցախի հանրապետությունում ազգությամբ հայաստանի քաղաքացի բարձրագույն կրթությամբ ամուսնացած չի աշխատում նախկինում չդատված բնակվող քաղաք Երևան Ռուբինյաց 2 շենք հասցեում Հայաստանության քրեական օրենսգրքի 297 հոդվածի առաջին մասով Հիմնական տնտեսությունների ընթացքում հետազոտվեցին քրեական գործի 21-ից 23-րդ էջերու մարկը դեպքի վարի զննություն դատելու մասին արձանագրությունը, համաձայն որի դեպքի վարի հանդիսացել Երևան քաղաքի Ռուբինյաց 2 շենքի բակային հատվածը։ Նշված շենքը հանդիսացել է բնակելի շենք, որի շուրջ բոլոր արկային բնակելի շինություններ, շենքի դիմացի եւ հետնամասի հատվածներում արկային եղել խաղահրապարակներ։ Հետազոտվեց քրեական գործի 45-ից 40-րդ էջերու մարկը դեպքի վարի հանդիսացող բնականի սկզբնական զննություն կատարելու մասին արձանագրությունը Հիմնական տնտեսությունների ընթացքում հարցաքննությանը հրավիրվել Անգելիկա Սարգսյանը, ով դատական դիստի ընթացքում օգտվելով Հայաստանության քրեական դատավարության օրենսգրքի 58 հոդվածի առաջին մասի 3-րդ կետով վերապահված իրավունքից հրաժարվեց ցուցմունք տալուց, որի հաշվառում հրապարակվել է Անգելիկա Սարգսյան նախաքննական ցուցմունքը։ Ըստ որի Անգելիկա Սարգսյանը կրկին հաստատել է կատարված դեպքը, որի մասին իրեն հայտնել է Ալբերտ Արստամյանը, քանի որ ինքը այդ ժամանակ բնականում չի եղել։ Վկայ դատավարական կարգավիճակում հիմնական տնտեսությունների ընթացքում արձանագրվեց Գրիգոր Մանուկյանը, ով ըստ էության նախաքննության ընթացքում տված ցուցմունքին նույնաբովանդակ ցուցմունք է տվել։ Հիմնական տնտեսությունների ընթացքում արձանագրվեց քրեական գործով մեղադրել Ալբերտ Արստամյանը, յետևս այլն իրեն ուղղված հարցերին ի պատասխան նշեց նաև, որ իր կողմից խնձորը նետելուց հետո թիկնապահները պարկեցին, բացի այդ իր համար իրական չէր ում կկպներ խնձորը, ում ուզում էր կպներ։ Պատվարժանատան Ալբերտ Արստամյանը մեղադրանքի առաջադրվել Հայաստանության քրեական օրենսգրքի 297 հոդվածի առաջին մասով, ըստ որի խուլիգանությունը հասարակության նկատմամբ անհարգալից կամ իրավական կամ բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելը, որը դրսևորվել է անձին ստորացնելով կամ հայհոյանքներով կամ անպարկեշտ արտահայտություններով կամ համակերպության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ մարդկանց անդորը խախտելով կամ նույն եղանակներով հանրային միջոցառումը արարողությունը խափանելով կամ հասարակական նշանակության օբյեկտի հիմնարկի կամ կազմակերպության բնականon աշխատանքը խոչընդոտելով։ Հայաստանության վճռաբեկ դատարանը թիվ ԱԲԴ 0014-0111 քրեական գործով անդրադառնալով խուլիգանության հանցագազմին նշել է հետևյալը. խուլիգանությունը հասարակական կարգի ու բարոյականության դեմ ուղղված հանցագործություն է, որի հիմնական անմիջական օբյեկտն այն հասարակական հարաբերություններն են, որոնք կազմում են հասարակական կարգի բովանդակությունը։ Իսկ պարտադիր լիարժի օբյեկտն անձի անձնամխելիության, պատվի արժանապատվության, առողջության քաղաքացիների կազմակերպությունների գույքային շահերի պաշտպանության ուղղված հասարակական հարաբերություններն են։ Խուլիգանության հիմնական հանցագազմի 1, իսկ որակյալ հանցագազմի 2 օբյեկտ, մասնավորապես հասարակական կարգ կոպիտ կերպով խախտելը, որը արտահայտվել է հասարակության նկատմամբ, բացահայտ անհարգալից վերաբերմունքով ենթակա է որակման որպես հասարակ խուլիգանություն, մինչդեռ նույն արարք, որը զուգորդվում է անձի առողջության գույքային իրավունքներին եւ այլնի վնաս պատճառելով, ենթակա է որակման խուլիգանության որակյալ հանցագազմով։ Խուլիգանության հիմնական հանցագազմի վերոշյալ վերլուծության հիման վրա վճռաբեկ դատարանը արձանագրում է, որ նշված հանցագազմի օբյեկտի մեկնաբանման համար էական նշանակություն ունի հասարակական կարգ հասկացության պարզաբանումը։ Այս կապակցությամբ վճռաբեկ դատարանը արձանագրում է, որ հասարակական կարգը ընկալվում է երկու իմաստով՝ լայն եւ նեղ։ Լայն իմաստով հասարակական կարգը հասարակության մեջ առկա սոցիալական կապերի եւ հարաբերությունների համակերպությունն է, որը ձևավորվում է սոցիալական, իրավական եւ բարոյական նորմերի գործողության արդյունքում։ Եվ յուրաքանչյուր հանցագործություն անձամբ կամ այլ իրավախախտում այս կամ այն չափով հանգեցնում է դրա խախտման։ Խուլիգանության հիմնական հանցագազմի անմիջական օբյեկտն այն հասարակական հարաբերություններն են, որոնք կազմում են ներ իմաստով հասարակական կարգի բովանդակությունը։ Պատվարժանատան անձի գործողությունում հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքի դրսևորման արտահայտման հետ կապված վճռաբեկ դատարանը նշել է հետևյալը. Այն արտահայտվում է մարդկային համակերպության կանոնների նկատմամբ ակնհայտ արհամարհանք դրսևորելու, հասարակական վայրում վարքագծի կանոնները ցուցադրաբար կերպով հանդեսելու, շրջապատի մարդկանց եւ կոլեկտիվին հակադրվելու ձևով հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորող անձը դիտավոր կերպով խախտում է հասարակության նկատմամբ հարգանքի դրսևորման տարրերը, պարկեշտության, պատշաճ վարքագծի, բարոյականության եւ այլն։ Վճռաբեկ դատարանը հարկի համարում ընդգծել, որ հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքի դրսևորման եղանակները տարբեր են։ Կարող են դրսևորվել արարքի, խոսքի, ժեստի, մարմնաշարժման եւ այլնի ձևերով։ Վճռաբեկ դատարանը արձանագրում է նաև, որ անհարգալից վերաբերմունք բացահայտ է ոչ թե այն պատճառով, որ կատարվում է հասարակական վայրում կամ հասարակության անդամների ներկայությամբ, այլ այն պատճառով, որ կատարվում է հասարակության նկատմամբ հանցավոր անհարգալից վերաբերմունք ցուցադրելու նպատակով։ Այլ խոսքով կոնկրետ դեպքում խուլիգանության հանցագազմի օբյեկտիվ կազմող արարքների հասարակական կարգի կոպիտ խախտման եւ հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորման արկայությունը կամ բացակայությունը գնահատելիս անհրաժեշտ է պարզ խուլիգանության հանցագազմի սուբյեկտիվ կողմի արկայությունը, այն հասարակական կարգ կոպիտ խախտելու եւ հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելու հանցավոր դիտավորությունը նպատակը։
Վերագրել հիման վրա վճռաբեկատան արձանագրել է, որ արկի ժեստը բառը մարմնաշարժումը եւ այն չի կարող գնահատվել որպես հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքի դրսևորում, եթե ուղղված է կոնկրետանց եւ չի հետապնդում հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելու նպատակ։ Թեկուզ հանցավոր հասկանում իսկ որոշ դեպքերում պարտավոր է հասկանալ, որ կոնկրետ անձին ուղղված իրավարկը տեսանելի է եւ ընկալելի է հասարակության համար։ Հակառակ դրան, անձի արժ կարող է որակվել որպես հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք, եթե կոնկրետ անձում դեմ ուղղված է հանցավորի արքան տրվել է պատահաբար եւ այդ անձի դեմ ուղղված արարքի միջոցով հանցավորը ցանկանում է բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորել հասարակության նկատմամբ։ Գործող քրեական օրենսգրքի պայմաններում բացօժանդան գրեթե այն կարգավորումներն են, որոնք որ քիչ առաջ իմ կողմից նշվեց վճռաբեկ դատարանի որոշմամբ, ուղղակի օրենսդրի կողմից ապահովվել է որոշակիության սկզբունքը եւ այն գործողությունների օբյեկտիվ կողմի, որոնք որ նախկինում ընդգրկված չէին նախկին քրեական օրենսգրքում, գործող քրեական օրենսգրքի 297 հոդվածում դրանք ամրագրումը գտել են եւ այս վճռաբեկ դատարանի իմ կողմից նշված որոշմամբ այդ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ կողմի դրսեւորումները տեղ են գտել նաեւ գործող քրեական օրենսգրքում, այսինքն այդ առումով վճռաբեկ դատարանի նշված որոշումը վերաբերել է նաեւ գործող իրավակարգավորումներին։ Վերագրել հիման վրա նաև պետք է նշել, որ սույն քրեական գործում մեղադրյալը իր մոտ գտնվող իրը մասնավորապես խնձորը շենքի բնակարանի պատշգամբից ցածանետեր ըստ իրեն կոնկրետ անձի ուղղությամբ միաժամանակ մեղադրել դատավարական կարգավիճակում հիմնական ատելությունների ընթացքում արձակնվեց, իթիվս այլնի հայտնեց նաև, որ իր մոտ գտնվող խնձորը նետելուց հետո թիկնապահները պարկեցին, բայց այդ իր համար էական չէր, թե ում կկպներ, ում ուզում էր կպնել։ Նման պայմանում կարծում եմ, որ նշված ուսումնքի արկայության պայմաններում հաստատվում է մեղադրյալի այն փաստական հանգամանքը, որ Ալբերտ Արստամյանի կողմից համակերպության կանոնից ցուցադրաբար անտեսում է եղել, այլ կերպ վերջինիս համար միևնույն է եղել, թե ում կկպներ իր կողմից նետված իրը, որպեսզի պայմանում կարող են հաստատված համարել մեղադրյալի մոտ խուլիգանության անցակազմի սուբյեկտիվ կողմի արկայությունը։ Պատվարժանատարան ներդատարության հարգելի մասնակիցներ, ամփոփելով վերագրյալը եւ համադրելով հիմնական հատալացումների ընթացքում վեր թվարկված եւ հետազոտված ապացույցները, դրանք համադրելով վերագրյալում մեջբերված իրավական նորմերի հետ, հանգում եմ այն հետևությամբ, որ հաստատվել է մեղադրյալն առաջադրված մեղադրանքի փաստական հանգամանքները, Արդ քրեական հակաերևականությունը, մասնավորապես Հայաստանյան քրեական օրենսգրքի 297 հոդվածի առաջին մասում նախատեսվածներն հանգամանքը, մեղադրյալի առնչությունը եւ մեղավորությունը կատարված արարքում։ Նշվածի համատեքստում դատարանի միջնորդում մեղադրյալ Ալբերտ Արստամյանին մեղավոր ճանաչել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 297 հոդվածի առաջին մասով եւ կայացնում մեղադրական վերդիկտ։ Շնորհակալություն։